Թեմու unboxing, ամանորյա գնումներ, աշխատանքից եկա տուն։ Տունը ահավոր վիճակում է գտնվում, բայց ես չէի կարող ձեզ ցույց չտալ իմ ամանորյա պատվերները։ Ինձ համար դրեցի սուրճ այս ամանորյա թեմատիկայով, դրեցի Ամելիս Աբադոկը, քնած է իհարկե ինքը, ու որոշեցի այսպիսի ամանորյա շունչ հաղորդել այս խոլովակին ու ձեզ ցույց տալ իմ ամանորյա գնումները։ Էնպես որ գնացինք։ Լիքը գործ ունեմ անելու։ Սկսեցինք։ Իհարկե ես բացել եմ, այսպես արագ նայել եմ, բաներ կա, որ նույնիսկ չեմ բացել, ուղղակի այսպես նայել եմ ու թողել եմ, որ ձեզ ցույց տամ։ Ձեզ հետ միասին բացենք։ Դե ինչ, գնել եմ այսպիսի տոնածառի խաղալիքներ, որոնք որ մտածել եմ, որ լինելու են բավականին մեծ չափի, բայց այնինչ փոքրիկ են։ Իրականում ես միշտ տոնածառը մեր տան զարդարել եմ ոսկեգույն կամ սպիտակ գույների մեջ ու այս տարի որոշել էի բացառություն անել ու անել կարմիր ու սպիտակ, բայց այս խաղալիքները որ տեսա, արդեն մտքափոխվեցի, չգիտեմ իհարկե մինչև զարդարելը էլի կմտքափոխվեմ զարդարելու գույների հետ կապված, բայց ամեն դեպքում հաստատ ինչ որտեղ ինչ որ մի սիրուն դիզայն կստանամ։ Այսպիսի խաղալիքներ էլի կարմիր սպիտակ գույների մեջ, սրանք էլ մտածել եմ, որ բավականին մեծ են գալու, բայց շատ փոքրիկ սիրուն կոնֆետներ են, էլի նույն գույների մեջ, սպիտակ ու կարմիր, այսպիսի նմանատիպ, հուսով եմ կարողանում եմ մոտիկից ցույց տալ, որովհետև նախորդ վիդեոյի տակ գրել էիք, որ այդքան լավ չի երևում ու մոտիկից ցույց տամ, դրա համար այդպես փորձում եմ ավելի ձեզ տեսանելի դարձնել, հա։ Հաջորդը այսպիսի շիլկունչիկներ եմ պատվիրել, որոնք որ էլի մտածել եմ մեծ է լինելու, բայց փոքրիկ են, հիմա բացեմ ու ցույց տամ, այսպես չեք տեսնի, փայտից, իրականում ուզում էի փայտից չլիներ, իրական այսպես խաղալիքի ձևով լիներ, բայց հարմար տարբերակ չգտա, սա փորձնական պատվիրեցի, այստեղ իհարկե թելերն է, որ պիտի անցկացնենք, էլի տոնածառի համար է նախատեսված, այսպես տարբեր տեսակի ու նույնիսկ կարելի է ինչ-որ ամանորյա բոքսեր պատրաստել ու սրանցից նույնպես մեջը ներառել, կարծում եմ հետաքրքիր ու սիրուն կլինի, դե թելերը արդեն պիտի անցկացնեմ, սա այսպես, եկեք որը ցույց եմ տալիս, դնեմ այստեղ, հաջորդը, ուրեմն, պատվիրել եմ մոմեր, սպիտակ գույն, որը որ սիրուն կհամադրվի բոլոր երանգների հետ, անկախ նրանից կլինի կարմիր, թե ոսկեգույնի մեջ, դեռ հստակ չեմ որոշել, բայց ինքը շատ նուրբ ու սիրուն է, մի խոսքով, սրանք մոմերը, իհարկե պատվիրել եմ նաև մոմակալներ, ներսում է, դրանք նույնպես ցույց կտամ, ուրա, եկեք հենց այդ մոմակալն էլ ցույց տամ, ահա, այս տուփի մեջ է, սա պիտի հավաքեմ, հավաքած տարբերակով անպայման ձեզ ցույց կտամ, 3 տարբեր չափերի, նմանատիպ, հա, կարծում եմ տեսած կլինեք, թրենդային մոմերից է, որը որ շատ սիրուն է նայվում ու շատ նուրբ ու էլեգանտ տեսք ունեն, հավաքած տարբերակով սա ցույց կտամ, եթե վիդեոն մոնտաժելուց ստացվի ու հարմար լինի, հա, վերևում կտեղադրեմ կտեսնեք, բայց վերջնական իհարկե մեր տուն զարդարելու պրոցեսը անպայման ձեզ հետ կկիսվեմ ու ձեզ մասնակից կդարձնեմ անպայման։ Մի խոսքով չեմ համբերում երբեմն այստեղ այս ամբողջը մեր տան այս խառնաշփոթը վերացնելու, տունը մաքրելու ու տոնածառը դնելու, տան զարդարանքները կազմակերպելու, չեք պատկերացնի, թե ինչ անհամբեր եմ։
Համ էլ գրեք տեսնեմ դուք երբեք սկսում զարդարել ձեր տունը ու երբեք դնում ձեր տոնածառը։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր է։ Այսպես։ Հաջորդը այսպիսի վազաներ են պատվիրել, որոնք որ չեմ էլ բացել։ Մեծ ու փոքր չափի։ Ոյ։ Քոնել ձիգ եմ փաթաթել։ Մտածել եմ ինչ պետք է լինի, պլաստիկ է, այնպես չէ, հա, որ ապակի է։ Ոյ, չեմ կարողանում դանակել, կասեք Անժելա ջան, դանակ բեր, դանակով կտրի, ճիշտ կասեք, սպասեք բերեմ։ Եկա։ Սա մեծը, շատ սիրուն է, սա էլ տեղ կգտնի մամանորյա սեղանին, սիրուն ինչ-որ ջուղ, ծաղիկներ, չգիտեմ, մի բան կդնեմ ու սիրուն կզարդարեմ, սա էլ իր փոքրն է, ու պատկերացրեք ինչ սիրուն է նայվում, չկան լավն է, շատ սիրուն է, հետագայում իհարկե կարելի է գույնը այնպիսին է, որ կարելի է հետագայում օգտագործել այլ ծաղիկների, ինչ-որ դեկորացիաներ ստանալու համար, սա էսպես, հաջորդը, ոյ, գիտեք ինչ է սա, կարող եք գուշակել, գրեք միջև կհանեմ, տեսնեմ ճիշտ եք գրում, որ հրեշտակի թևեր լինի, մի րոպե, տեսեք, օպա, չէ, բայց հրեշտակի թևեր չի, կարծում եմ հասկացաք, չէ ինչը, տոնածառի համար է նախատեսված, տոնածառի գորգ է, այսպես տակը, որ սիրուն փռենք, պատկերացրիք չէ, ու մեծ չափն եմ վերցրել, հա, սրա փոքր տարբերակներ, փոքր չափն էլ կար, բայց ընտրել եմ մեծը։ Վայ ենքան անհամբեր է, շուտ ուզում եմ դնեմ, շատ է, մեր տոնածառը իդեպ մենք ձեռք ենք բերել անցած տարի, մենք փոխեցինք մեր տոնածառը ու իմ երազանքների տոնածառն է ու մեր տոնածառը շատ եմ սիրում ու անհամբեր եմ, որ ձեզ հետ նույնպես կիսվեմ ու ձեզ ցույց տամ։ Մի խոսքով, զգում եք, չէ՞, ոգևորություն է։ Իրականում ես Սուրբ Ծննդյան տոները շատ եմ սիրում։ Իմ ամենասիրելի տոնն է, նույնիսկ ասեմ ավելին, ծննդյանս տոնից առավել սիրում եմ հենց Սուրբ Ծննդյան այս տոները ու հատկապես սիրում եմ այս նախապատրաստական, ոյ, տեսնեմ բան չկար։ Սիրում եմ այս նախապատրաստական ընթացքը, զարդարանքները, նվերների ընտրությունը, նվերների փաթեթավորումը, նվերներ պատրաստելը, մի խոսքով ինձ այս ամեն ինչը մի ուրիշ դրական էմոցիաներ է պարգևում ու շատ կուզեմ, որ դա փոխանցեմ նաև ձեզ ու այդ դրական տրամադրվածությամբ դուք նույնպես վարակվեք, թող սա լինի վարակիչ ու այդպես դիմավորեք Սուրբ Ծննդյան տոները։ Մեզ մնաց այսքան բան, նայեք ինչ սիրուն տունիկներ են, սա իհարկե էլեմենտով է, ես մտածում էի հոսանքով է, բայց ոչ էլեմենտով է, էլեմենտ պետք է լինի, չկա, չեմ կարող ցույց տալ, բայց հետո իհարկե կտեսնեք, շատ սիրուն, շատ նուրբ, սրա կարմիրն էլ կա, բայց ես ընտրել եմ սպիտակը, ոնց հասկացաք, սպիտակ շատ եմ սիրում, դրա համար մի խոսքով արդեն մոտավոր պատկերացնում եք ինչ գույների մեջ է լինելու, ինչ գույների համադրությամբ, սա էստեղ, մյուսը, այսպիսի լոֆտ ոճի
Մոմակալ, հա, երևի ասենք։ Շատ նուրբ, շատ սիրուն, այս ոճն էլ եմ շատ սիրում, հա, այս երկաթային համադրությունը։ Սիրում եմ նաև սրա համադրությունը ինչ-որ փայտի հետ, համադրությամբ, մի խոսքով, բայց այս տարբերակն էլ էլի տեղ կգտնի ամանորյա սեղանին կամ ինչ-որ մի տեղ, չգիտեմ, գուցե խոհանոցում, տեսնենք։ Այստեղ կարելի է և մոմ դնել, հա, այն փոքրիկ մոմերից, և էլեմենտով տարբերակներից։ Ըստ նախասիրության, մի խոսքով։ Սա այսպես դնեմ, հետո իհարկե սրանցից արդեն կազատվեմ զարդարելու ժամանակ, տունը զարդարելու ժամանակ։ Հաջորդը, եկեք սա ցույց տամ, պատվիրել եմ հեռախոսի պատյան, ես ամեն տարի ամանորին ընդառաջ պատվիրում եմ ինչ-որ ամանորյա թեմատիկայով ինչ-որ պայծյան, ու այս տարվանը սա է, որակը այդքան էլ լավ չի, ոչ թե այդքան էլ լավը չի, բայց հաստատ այս ամանորյա ընթացքին ժամանակ կրելու համար կարծում եմ հարմար տարբերակ է, այսպիսի տեսք ունի։ Սիրունի կա, վատը չի։ Այլ այսպես, սուրճ խմեմ։ Հիշում եք, որ սրա երկնագույնը պատվիրել էի ու ասեցի, որ բեժն էլ եմ պատվիրել, ահա, բեժը եկել է ու նորից չեմ բացել, բայց բացելուց իհարկե ձեզ ցույց կտամ անպայման, մի խոսքով, պատրաստի տարբերակով անպայման կտեսնեք, ուրեմն, սա ինչ է, սա ևս սեղանի դեկոր սփռոց է, հա, մեջտեղի հատվածին գցելու համար, այսպիսի տեսք ունի, եղևնիներ են, ամենահասարակ ձևն եմ ընտրել, անցած տարի նույնպես պատվիրել եմ նմանատիպը, բայց այլ երանգների մեջ, երբ որ հանեմ արդեն, ցույց կտամ անպայման ձեզ, չեմ հիշում, ինչ երանգների մեջ էր, անկեղծ եմ ասում, չեմ հիշում, կարմիրի մեջ էր, թե ոսկեգույնի մեջ էր, մի խոսքով ձեզ ցույց կտամ, սա այսպես և մնաց վերջինը, ինչ է սա ասձեզ, այո, չգիտեմ գուշակեցիք թե չէ, բայց բարձի երեսներ են, բազմոցի վրա դնելու համար, ու մի հատ նայեք նկարները, եթե զգացիք սեղանի դեկորի, հա, սփռոցի գույների համահունչ, այսպիսի, շատ նուրբ, չգիտեմ, փոխանցվում է թե չէ կադրը, բայց այնքան նուրբ է ինձ համար ամեն դեպքում, ճաշակին ընկեր չկա, բայց ես շատ եմ հավանել ու 4 տարբեր բարձի երեսներ են, 4-ն էլ տարբեր, այսպիսի, մեկի վրա եղևնիներ, մյուսի վրա տոնածառի խաղալիքներ, մյուսը սիրուն տունիկ և վերջինը մեքենա եղևնիով ու նվերներով հարուստ, դե իհարկե պետք է հարթուկվի, սիրուն, կարծում եմ շատ սիրուն է, համ էլ գրեք տեսնեմ հավանեցիք թե ոչ։ Դե ինչ, այսքանն էին իմ ամանորյա պատվերները, իհարկե ես դեռ պետք է գնամ խանութ, տարբեր բաներ ունեմ ընտրելու, արդեն մտովի պատկերացրել եմ ու մի քանի բան էլ դեռ մտածում եմ ամանորի հետ կապված պատվիրեմ թե ոչ, մտավախություն ունեմ, որ ժամանակին գուցե եւ չհասնի, որովհետեւ գիտեք, արդեն ծանրաբեռնված են պատվերների հետ կապված, հա, բայց տեսնենք ինչպես կլինի, դե բնականաբար դուք անպայման տեղյակ կլինեք, մնացեք ինձ հետ, հաջորդիվ կարծում եմ կլինեն արդեն, եթե չլինի ինչ-որ պատվերներ, ամանորի հետ կապված գնումներ, ապա հաջորդը կլինի կարծում եմ զարդարանքների հետ կապված վլոգ, որը որ միասին կանենք անպայման։ Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, դիտում եք իմ վլոգները,
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ թողնում են մեկնաբանություն, ձեր թողած յուրաքանչյուր մեկնաբանությունը լինի թեկուզ ինչ-որ մի սրտիկ, հավատացեք, ոգևորում է ինձ, ուրախացնում է ավելին անելու, այդ նշանակում է, որ դուք անտարբեր չեք ու ինձ հետ եք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Պաչիկներ բոլորիդ։